Ինչի դասարանի աշակերտներ Վարդանյան Սուսաննա, Գյորգի Աբովյան, Շահինյան Նարման, Չոբանյան Արեգ, Թովմասյան Արամ, Աբրահամյան Հասարակ, Մուրոջյան Գյորգ։ ձեզ են ներկայացնում են նախագիծը, թթվածնի ստացումը և կիրառությունը թեմայով։ Թթվածինը կյանքի հիմքն է, առանց դրա անհնար է շնչառությունը, այրումը և բույսերի ֆոտոսինթեզը։ Այսօր մենք ցույց կտանք, ինչպես կարելի է ստանալ թթվածին, ինչի համար է այն անհրաժեշտ և ինչպես է այն օգտագործվում տարբեր ոլորտներում։ Նախագծի նպատակ։ Մեր նախագծի նպատակն է ուսումնասիրել թթվածնի ստացման տարբեր եղանակները, բացահայտել դրա կիրառումը բժշկության, արդյունաբերության և կենսաբանական գործընթացներում, զարգացնել մեր գիտական մտածողությունը և փորձարարական հմտությունները։ Մենք նախագծի խնդիրներ, մենք նախատեսել ենք հետևյալ խնդիրները. ուսումնասիրել թթվածնի հատկությունները և ստացման եղանակները, իրականացնել թթվածնի ստացման փորձ դպրոցական նյութերով, պարզել թթվածնի դերը ցնցառության, այրման և օքսիդացման գործընթացներում։ թեմայի արդիականացում։ Թթվածինը կյանքի ամենակարևոր տարրերից է։ Առանց դրա անհնար է շնչառությունը, մետաղների օքսիդացումը, բույսերի ֆոտոսինթեզը և այլ արդյունաբերական գործընթացներ։ Նախագիծը օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես է թթվածինը ազդում մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Հիմնախնդիր և ուղղորդող հարցեր։ Հիմնական հարցը. ինչպես ստանալ մարդու թթվածին դպրոցական պայմաններում և ինչ դեր ունի այն մարդու կյանքի բնության և արդյունաբերության մեջ։ Ուղղորդող հարցերը. ինչ է թթվածինը և ինչպես է հայտնաբերվել։ Ինչ եղանակներով կարող ենք ստանալ թթվածին լաբորատորիայում։ Ինչ դեր ունի թթվածինը շնչառության և այրման գործընթացներում։ Որտեղ և ինչպես է կիրառվում արդյունաբերության և բժշկության մեջ։ Մենք պատրաստել ենք դերասող, թթվածնի ճանապարհը։ Թթվածին։ Ես թթվածինը կյանքում ամենակարևոր գազն է։ Առանց ինձ ոչ բույսերը չեն աճի, ոչ մարդը չի շնչի, ոչ կրակը չի վառվի։ Ես բույսը ֆոտոսինթեզի միջոցով արտադրում եմ թթվածին։ 6CO2 գումարած 6H2O, C6H12O6 գումարած 6O2։ Մարդ, մենք շնչում ենք թթվածինը և արտաշնչում CO2, ածխաթթու գազ։ Այն մեզ էներգիա է տալիս։ Արդյունաբերություն։ Ես թթվածինը օգտագործում եմ եռակեցման, մետաղների հալման, բժշկության սարքերում և տիեզերական հետազոտություններում։ Թթվածինը օգտագործվում է շնչառական խառնուրդները հարստացնելու համար, շնչառական անբավարարության դեպքերում, ասթմայի բուժման համար, թթվածինային կոկտեյլների տեսքով և այլ դեպքերում։ Բժշկական թթվածինը մատակարարում է մաքրված առանց խառնուրդների և հոտերի և պարունակում է առնվազն 99.5% O2։ Լիցքավորման համար օգտագործող բալոնները ենթարկվում են պարտադիր հավաստագրման և նախկինում չպետք է օգտագործված լինեն այլ նյութերի կամ գազերի պահեստավորման կամ տեղափոխման համար։ Բնություն։ Ես եմ բնությունը։ Իմ ծառերն ու բույսերը ամեն օր արտադրում են թթվածին, առանց որի դուք չեք կարող շնչել։ Այն ծնվում է ծառերի շնչառությամբ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Թթվածինը ոչ միայն կյանք է, այլ նաև գիտության հրաշալի օրինակ։ Այս նախագիծը ցույց է տալիս, որ քիմիան ոչ միայն կենսանելի է, այլ նաև հետաքրքիր ու օգտակար։